Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 20։ Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը։ Առաջին Տիմոթեոս 2:5 խոսք։ Աստծուն ուղղված մեր բոլոր աղոթքներում մենք պետք է փափագենք, որ նա նայի Քրիստոսին, իր օծյալին, և հանուն նրա ընդունի մեզ։ Մենք պետք է հավատքով մոտենանք նրան, և այն ժամանակ Աստված իր շնորհով կնայի իր օծյալին։ Առանց նրա մենք համարձակություն չենք կարող ունենալ անգամ մեր երեսը ցույց տալու համար։ Սաղմոսերգուն կոչ է անում մեզ սիրել Աստծո պատվիրանները։ Եկեք Աստծո գավիթներում անցկացրած մեկ օրը առավել գնահատենք, քան 1000 օր այլուր անցկացրած, և նրա ծառայության մեջ անգամ ամենահամեստ դիրքը համարենք առավել պատվական, քան երկրի վրա ունեցած ամենաբարձր կոչումը։ Մենք այստեղ այս աշխարհում խավարի մեջ ենք, սակայն եթե Աստվածը մեր Աստվածն է, նա մեզ համար կլինի արև, լուսավորելով և վերակենդանացնելով մեզ, առաջնորդելով և ուղղորդելով մեզ։ Մենք այստեղ վտանգների մեջ ենք, բայց նա մեզ համար վահան է, պաշտպանելու մեզ այն կրակոտ նետերից, որոնք անդադար շրջապատում են մեզ։ Թեև նա չի խոստացել տալ հարստություններ և պատիվներ, բայց խոստացել է շնորհ և փառք պարգևել բոլոր նրանց, ովքեր որոնում են դրանք իր սահմանած ճանապարհով։ Եվ ինչ է շնորհը, եթե ոչ երկինքը արդեն սկսված այստեղ երկրի վրա, Աստծո ճանաչության, սիրո և ծառայության մեջ։ Իսկ ինչ է փառքը, եթե ոչ այս երջանկության ամբողջությունն ու կատարյալ ավարտը, նրան նմանվելով և նրան լիովին վայելելով հավիտյան։ Եկեք ձգտենք ուղիղ քայլել և վստահել Աստծուն, որ նա մեզ կտրամադրի այն ամենը, ինչը բարի է մեզ համար։ Եթե չենք կարող գնալ Տիրոջ տունը, կարող ենք հավատքով գնալ դեպի տանտերը։ Նրա մեջ է մեր երջանկությունն ու մեր խաղաղությունը, իսկապես որ երջանիկ է այն մարդը, ինչպիսին էլ լինի նրա արտաքին պայմանները, ով ապավինում է զորությունների Տիրոջը, Հակոբի Աստծուն։